վարչապետին, մեծարգո վարչապետ, երեք դուք հանդիպեցիք Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ եւ գնահատեցիք այդ հանդիպումը արդյունավետ։ Կարծում եմ, ենթադրում եմ, որ քննարկել եք նաեւ որոշակի տնտեսական փոխհարաբերություններ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, մասնավորապես մեր տնտեսվարողների բողոքի վերաբերող այն հարցը, որ Վրաստանի տարածքով տարանցիկ բեռների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում։ Եվ սրա մասին եւ ընդհանրապես հանդիպման բովանդակության մասին կխնդրեի ձեր տպավորությունը փոխանցեք մեզ եւ հանրությանը։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան հարցի համար, բնականաբար Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել ենք մեր երկկողմ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր եւ նաեւ ընդհանուր առմամբ մեր ըմբռնումը եղել է հետեւյալի շուրջ, որ երկու երկրների կառավարությունները եւ վարչապետերը վճռական են այդ թվում տնտեսական սխեմաներում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում եւ նաեւ մենք պետք է համագործակցենք խնդիրները ավելի լավ հասկանալու համար, որովհետեւ ես կարծում եմ այդ խոսակցությունը շատ օգտակար էր եւ նաեւ մենք պետք է մի բան արձանագրենք, որ ինչի մասին ես խոսում եմ արդեն շատ երկար ժամանակ, որ մենք ընդհանրապես մեր տնտեսությունը եւ մեր կյանքը պետքա բերենք ստանդարտի։ Եվ սա վերաբերվում է ամեն ինչին, որովհետև երբ որ մեր կյանքը եւ մեր process-ները ստանդարտից դուրս են, իրենք ուղղակի կամ անուղղակի հիմա կամ հետո իրենք մեզ համար առաջացնելու են խնդիրներ։ Ես հիշում եմ ժամանակին, երբ որ մենք Դիլիջանում մի քննարկում էինք անում, գուցե այդ հատվածը հրապարակված է կամ հրապարակված չէ, ես ասում էի, որ մենք բոլորս պետք է արձանագրենք, որ ստանդարտների չհամապատասխանող ապրանքները շրջանառվում են մեր սուվերենության հաշվին։ Այսինքն ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների գոյությունը լծակա մեր սուվերենությունը սահմանափակելու։ Ես չգիտեմ հրապարակվել է թե չէ, բայց վստահ եմ, որ տեսագրվել է։ Եվ մենք պետք է սա հասկանանք։ Տեսեք, պարոն Թորոսյան, խոսում ենք պետություն ունենալու մասին։ Ես էլ ասում եմ, այդ հարցի պատասխանը տրված է։ Կներեք, մենք չենք կարող մի ֆուռ գույն տված արաղի այո, ճշգրիտ, չենք կարող ասենք հիմա, բա ինչ անենք, այս բանը, այս չայով գույն տված բանի, յաթրջի արաղը, որի անունը դրածակ կոնյակ, հիմի, բա ինչ անենք, բա ասենց այս վիճակից ոնց դուրս գանք, հիմի ընտրություն կատարենք, դրա միջև, թե մեր անկախության միջև, ու գնանք մտածենք, ասենք, հա, բայց այնուամենայնիվ եկեք մի հատ քննարկենք, ինձ համար տենց քննարկում չկա, Եվ այս ամեն ինչը, ինչ որ լսում ենք, կապ ունի այս process-ների հետ։ Արձագանք։ Շնորհակալություն, ինչ խոսք, որ այո, կյանքի բոլոր բնակավարներում սկսած անձի կյանքից մինչև համակարգերը պետք է վերվեն ստանդարտների, պարոն վարչապետ։ Հիմա մենք հենց այդ քննարկման ընթացքի վերաբերյալ ես ցանկանում եմ հասկանալ։ Օրինակ, մեր հաճախ տնտեսվարողների կարծիքը այնպիսին է, որ եթե մենք Ռուսաստան ապրանքը մեր կարողանում ենք վաճառել, Վրաստանի միջամտությունը ինչքանով է տեղին։ Հարցը, որին պետք է մտածել ճիշտ պատասխան տալ, իհարկե ստանդարտների բերելու դեպքում ոչ Վրաստանում այդ հարցը կառաջանա, ոչ էլ Ռուսաստանում։ Բայց հիմա մենք այս պահին ունենք այդ խնդիրները։ Հիմա եթե մենք ասենք այս պահին դուք պետք է հենց այս պահից դադարեցնեք ձեր արտադրությունը եւ բերեք ստանդարտի, բավականին բարդ կլինի, որ ի վերջո պիտի բերեն, դա փաստ է։ Բայց որ պահից եւ ասենք ինչ մենք կարող ենք Վրաստանի հետ համատեղ աշխատանքում բերել մի վիճակի, որ պետքա օրինակ այս ժամանակահատվածում A քայլ անենք, այս ժամանակահատվածում B քայլը,
տնտեսվարողներին օգնելու նպատակով մենք որոշակի քայլեր անենք, մինչև որ իրենք իսկապես կգան այն ստանդարտին, ինչ մենք նախատեսում ենք եւ պարտադիր պետք է դա լինի, որովհետեւ վաղ թե ուշ մենք դիվերսիֆիկացիայի խնդիր ունենք եւ այդ ապրանքը պիտի նաեւ եվրոպական շուկա գնա։ Այս իմաստով Պարոն Բագրատյան, տեսեք, դուք ասում եք, եթե մենք իրանց ասենք, որ այ հիմա պետք է ստանդարտի գաք եւ դա դադարեցրեք, խնդրեմ կլինի, բայց ես 2018 թվին եմ իրանց ասել, պետք է ստանդարտի գաք, դադարեցրեք։ Լսեք, ինչի պետք է, օրինակ, ես գնամ միջազգային կազմակերպություն կամ միջազգային այցի ընթացքում, ասենք, միջազգային հեղինակավոր արտադրող կազմակերպությունը ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ, որ երևի այս կազմակերպությունը ուզում է Հայաստանում ներդրում անի կամ ինչ անի, ասենք կազմակերպությունները հերթով գան ասեն, գիտեք ինչ, ձեր երկրում մեր այս ապրանքն են կեղծում, այն ապրանքն են կեղծում, ես ինչ անեմ։ Ինչ անեմ ես։ Հետո գալիս ենք ասում, չէ, էլի դե որ հիմա տենց մի անգամից կներեք արտահայտության ռիչակը քաշենք, խնդրեմի առաջ կլինի։ 2018 թվից ես ամեն ամիս ասում եմ, չի լինի տեն ժողովուրդ, չի լինի, պետքա կառավարության նիստում եմ ասել եմ մենք մեր մտածողությունն է պետք է փոխենք։ Այն Հայաստանում չի կարա կոնյակ արտադրվի։ Ոնց որ Դիլիջանում չի կարա ջերմուկ արտադրվի։ Նենց է Հայաստանում չի կարա շամպայն արտադրվի, հասկանում եք, կներեք, մենք ախր մեր մեծագույն խնդիրն է նա, որ մենք մի հատ sense պատուհան ունենք ու ամբողջ աշխարհը տենում ենք այդ պատուհանից։ Մենք ու այդ պատուհանը բանա թափանցիկության խնդիր ունի։ Այդ որ մենք ասում ենք թուրքը մնում է թուրք, այդ նույն ասացվածքից ընդեղ էլ կա, ընդեղ էլ ասում են հայը մնում է հայ։ Այդ որ մենք ասում ենք, ո՞նց կարելի է վստահել, ո՞նց կարելի է Ադրբեջանին վստահել, ո՞նց վստահում եք, այդ նույնը ընդեղ կա, ասում են ո՞նց կարելի է հային վստահել։ Այդ որ մենք ասում ենք, բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք, նույնը իրանք են ասում են, բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք, ո՞նց է դուք խաղաղություն եք ուզում Հայաստանի հետ, բա մեր պատմությունից դասեր չքաղեցինք։ Լսեք, մենք պետքա դուրս գանք KGB-ի գործակալների մեզ համար ձևակերպած աշխարհի բանից, պատկերից։ Մենք այնից, պարոն Թորոսյան, ես չգիտեմ ինչքանով եք նկատել, ինչ որ մենք հիմա անում ենք վերջին տարիներին, այսօրվա Հայաստանը պատմությունից այն երկիրը, որ ասում եմ անկախ է, ծաղկուն է եւ այլն, այդ ամեն ինչը պատմությունից քաղած դասերի հետևանք է։ Այդ որ մեզ ասում են, իրանք ուզում են մեր պատմությունը բանան են, նենգափոխեն, ոչ, ես ասում եմ, այս գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը մեր պատմության հատորյակները կարդալու, վերընթերցելու հետևանք է։ Որովհետեւ ասում եմ, մեր ժողովրդի պատմությունը մեզ ասում է, հերիքա կրկնեք ամեն 50 տարի մեկ, 100 տարի մեկ, 200 տարի մեկ, ամեն անգամ նույն կետից սկսեք, նույն կետում ավարտեք։ Հիմա մենք այդ կետից դուրս ենք եկել։ Ասում են պատմական Հայաստանի ուզում աուրանա, ոչ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, պատմական Հայաստանի մեզ տված, պատմական Հայաստանից սերտած դասի արդյունք է, որը մեզ ասում է, լսեք, այս Հայաստանի Հանրապետությունը մի տարեք պատմական Հայաստանի մաս դարձնելու ճանապարհով։ Եվ մենք այդ ճանապարհից է որ դուրս ենք եկել։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ առաջնորդվում եմ մեր ժողովրդի պատմության, պատմական Հայաստանի եւ մեր ժողովրդի մեզ տված դասերով։ Ուրիշ աղբյուր մեր քաղաքականությունների համար չկա։ Իսկ նրանք ովքեր խոսում են բանից, հայրենասիրությունից, իրենց հայրենասիրության աղբյուրը Բրեժնևն է, Ստալինն է, Շնորհակալություն հաջորդ հարցի համար։ Ինչ է։ Ջուլիետա Ազարյան։ Ջուլիետա Ազարյան։